Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք նոյեմբերի 24-ի գործակարգավարական խորհրդակցությունը եւ ես կուզենայի մի փոքր անդրադարձ ունենայինք մի քանի կարևոր հարցերին։ Առաջին հարցը, որի վերաբերյալ կուզենայի խոսել, դա օդի որակին է վերաբերում եւ ինչպես արդեն տեսնում ենք, արդեն ձմեռվա ամիսները մոտ են եւ տեսնում ենք, որ օդի որակը էականորեն գնալով նվազում է։ Եվ ուզում եմ նաեւ խոսենք մի փոքր դրա պատճառների մասին, որովհետեւ անընդհատ տարբեր խոսակցություններ եւ տարբեր քննարկումներ, մասնավորապես շինարարական փոշու մասին են խոսում, բայց մենք տեսել ենք արդեն որևէ տարի, որ սրվում է խնդիրը հենց ձմեռվա ամիսներին եւ մասնավորապես նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Բայց ուզում եմ նաեւ արձանագրել, որ այն ինչը որ միգուցե շատ դեպքերում սովորական էր թվում տասնամյակներով եւ մենք չենք խոսել դրա մասին, հիմա պետք է որոշակի անդրադարձ ունենանք, մասնավորապես օրինակ ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ որ մեկին, ով որ հավաքում է տերևները եւ աղբը եւ վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում, եւ մենք պետք է հասկանանք նաեւ այդ թունավորման աստիճանը, որովհետեւ երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է եւ այս սեզոնին, նաեւ սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաեւ վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաեւ այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, իրենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, այսինքն երբ որ մի հատվածում որևէ մի բան այրվեց, որևէ մի կույտ տերևների այրվեց, ժամերով այդ տոքսինները մնում են օդում։ Եվ կարծում եմ մենք պարբերաբար բացի խոսելուց իհարկե պարբերաբար խոսելուց այս մասին պետք է որոշակի գործիքակազմ ստեղծենք մեզ համար, Տիկին Ստեփանյան, պարոն Մարգարյան, Երևանի թիմ օրենքում որոշակի կարգավոր, ես հասկանում եմ, որ ինչ որ տենց ավանդույթային բաներ կան, որոնք որ տենց սովորական են միգուցե դարձել, բայց սրանք նորմալ սովորույթներ չեն, սրանք նորմալ ավանդույթներ չեն եւ կներեք, բայց մի քանի տենց մեշոք տերևը ուղակի թեկուզ աղբամանին չհասցնելու համար ուղակի բակում վառել եւ ամբողջ շրջակա միջավայրը թունավորել, դա նորմալ չի։ Դա նորմալ չի, պետք է ասել առաջին հերթին, որ դա նորմալ չի եւ պետք է արդեն սկսել դրա դեմ պայքարել, որովհետեւ մենք տեսնում ենք ամեն նոյեմբեր ամսից սկսում է մեր օդի որակի վատթարացումը, այսինքն ամառվա ամիսներին մեր այդ PM2.5-ը վատագույն դեպքում, չգիտեմ, 50-60 է ցուցանիշը, որը կամ գերազանց է, կամ տենց լավ, այդ կամ կանաչ շրջանակում է, կամ դեղին։ Հիմա մենք տենց մոտավորապես կամ անառողջ շրջանակում ենք, անառողջ զգայուն խմբերի համար, կամ անառողջ, կամ շատ անառողջ։ Եվ դա պայմանավորված է այս մի քանի գործոններով։ Իհարկե մասսայական
հրդեհները իրենց հերթին, բայց նաև այդ որոշակի կանխարգելիչ գործողությունները, որոնք որ տերևների վառել, աղբի վառել, չգիտեմ, տարբեր տեսակի ինչ-որ բաների այրումը բակերում, դրանք անթույլատրելի են եւ իրականում այս մեծ ծավալի մեջ, քաղաքի ծավալի մեջ, երբ որ դրանք բոլորը միաժամանակ տեղի են ունենում, այդ տոքսինները հավաքվում ու մնում են մեր օդում շատ երկար ժամանակ եւ մենք այդ օդը շնչում ենք։ Եվ սա շինարարության մասին չի։ Երբ որ մենք անընդհատ ասում ենք ժողովուրդ ջան, այո, շինարարությանը վերաբերյալ պարոն Ղուկասյանը այսօր կզեկուցի ամենաչարամիտ խախտողներին եւ նրանց հանդեպ որոշակի գործողություններ տեղի կունենան, բայց ես ձեզ վստահեցնում եմ, այդ միած շենքի կառուցումը եւ իր ամբողջ ստեղծած փոշին, այդ ընդամենը մի բակի, այտենց միած լավ կույտի տերևների այրումը, որը շատ ավելի թունավոր է եւ վտանգավոր։ Եվ այս գիտակցումը մենք պետք է ունենանք։ Սա չի նշանակում, որ մեր կառուցապատողները պետք է այտենց հանգիստ շունչ քաշեն։ Սա մեկը մյուսի հետ կապ չունի, բայց նաև մեխանիզմներ պետք է ստեղծենք, պարոն Մարգարյան, որպեսզի այս process-ների դեմ կարողանանք պայքարել։ Սա մեկ։ Երկրորդը, ես սկսել եմ